Ադրբեջանը փորձել է Սյունիքով նախատեսված ճանապարհին զուգահեռ ստեղծել ինչ-որ արտատարածքային միջանցք, Արարատ Միրզոյանի հարցազրույցը գերմանական հեռուստաալիքին։ Ազատության հրապարակում տեղի ունեցել հանրահավաքի աջակցություն ապօրինի կալանավորված ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանի։ Սև ուրբաթ կրիպտոարժույթի շուկայում լայնամասշտաբ անկումը կրիպտոարժույթի պատմության ընթացքում։ Կյանքը Հայաստանում թանկացել է հազարապատիկ, ինչու են թանկացել առաջնային անհրաժեշտության ապրանքները եւ ինչ են անում պատկան մարմինները գնաճը զսպելու համար։ Լոնդոն Հայաստան է բերել աշխարհի առաջատար կրթական հաստատությունների ծրագրերը։ Եվ Նորքի Տորքան Գեղ արձանի հարակից տարածքում այսօր տնկվել է շուրջ 650 նոր ծառ։ Ժամի գլխավոր թողարկումն է, բարի երեկո։ Դոյչե Վելե հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Սյունիքով նախատեսված ճանապարհին զուգահեռ Ադրբեջանը փորձում է ստեղծել ինչ-որ արտատարածքային միջանցք։ Բաքուն պահանջել է, որ երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր, ավելի կոնկրետ ռուսական զորքեր, ինչը Երևանը անընդունելի է համարել։ Միջանցք չկա, այլ կա միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի երթուղի, նշել է նախարարը եւ հավելել. Ադրբեջանը շարունակում է պահանջել փոփոխություններ կատարել մեր մայր օրենքում, ինչը միանշանակ անընդունելի է մեզ համար, շեշտել է Միրզոյանը։ Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցել հանրահավաքի աջակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի։ Հովնան Սրբազանը հանրահավաքի սկզբում օրհնել է հավաքվածներին եւ համընդհանուր աղոթք հնչեցրել։ Իմ գործընկեր Էդվարդ Պողոսյանը հենց նոր է վերադարձել Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից, որտեղ ցուցարարներն ավարտել են իրենց երթը։ Մեր ձևով նախաձեռնության հավաքը Երևանի Ազատության հրապարակում է, որովհետև այստեղից են սկիզբ առել մեր նորագույն պատմության ամենակարևոր երկու շարժումները՝ Արցախյան եւ անկախության։ Հավակնում են դառնալ երրորդը, ավարտելով իրենց ձևակերպմամբ մեր երկրի վատ շրջանն ու ձևավորելով վերակառուցման փուլը։ Որպեսզի մենք մի խնդրից դուրս չգանք եւ գնանք նոր խնդրին բախվենք։ Առաջինը պետք է լինի խաղաղ աշխատանք, կայուն երկիր։ Մենք երկրի ղեկավարները պետք է ամեն օր միայն գործով զբաղվեն, մի օր շուտ վերացնեն աղքատությունը մեր երկրում։ Տարիներով մենք գտել ենք մեղավորներ մեր աղքատության մեջ եւ պայքարել ենք այդ մեղավորների դեմ, բայց պետք է ոչ թե մեղավորների դեմ պայքարենք, այլ աղքատության դեմ։ Ամեն օր ամբողջ պետական համակարգը պետք է պայքարի, որպեսզի օր առաջ Հայաստանը 21-րդ դարում հաղթի աղքատությունը։ Երկարաժամկետ ծրագրերից անցում կարճաժամկետ պահանջներին հանրահավաքի մասնակիցները վանկարկում են Ազատություն ազգային բարերար Սամվել Կարապետյանին, ում կալանքի 112-րդ օրը դատարանը երկրորդ անգամ այս դեպքում մասնակի բավարարեց քննչականի միջնորդությունը, երկարաձգելով կալանավորման ժամկետը եւս 30 օր։ Հրապարակում վեր են պարզված նաեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու 3 թեմակալ առաջնորդների լուսանկարներով պաստառները, դարձյալ Ազատության պահանջով։ Առնվազն Կարապետյանի գործը փաստաբանական խմբից Արամ Վարդևանյանի համոզմամբ վերջում կարճվելու է, վստահ է իրավունքը կգերակայի։ Դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը 3 դրվագներից միայն մեկով է հաստատվել, եւ դա հայտնի հարցազրույցի քրեական վարույթն է, որտեղ պարզապես հնչել էր մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Հիմա դա ոնց կարող է ի վերջո քրեական վարույթի հարց լինել։ Ժամանակի հարց է։ Ազատության վանկարկումներով Ազատության հրապարակից ակցիայի մասնակիցները քայլում են դեպի ազգային անվտանգության ծառայություն։ Հավաքը կշարունակեն կառույցի դռների մոտ։ Էդվարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Սև ուրբաթ կրիպտոարժույթի շուկայում հոկտեմբերի 10-ին արձանագրված լայնամասշտաբ անկումը ամենամեծն էր վիրտուալ արժույթի պատմության ընթացքում։ Ընդամենը մի քանի ժամվա մեջ այն գահավժեց աննախադեպ տեմպերով։ Վերլուծաբանների դիտարկմամբ կրիպտոարժույթի անկման պատճառը Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև սկսված առևտրային պատերազմի նոր փուլն էր։ Մասնագետների տարբերություն կրիպտոարժույթի ճգնաժամերից խուսափելու հավատարիմ եւ վստահելի միջոց են շարունակում համարել ներդրումը ոսկու տեսքով, քանի որ այստեղ
Ռիսկերը հասցված է նվազագույնի եւ չի գործում այսպես կոչված ֆինանսական ուսեշ օգտագործելու պրակտիկան։ Արկածախնդիրների դերակատարումն էլ ոլորտում հասցվում է մինիմալի։ Մեկ շաբաթ առաջ կրիպտոարժույթի շուկայում իսկական քաոս էր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, թե 100%-ով բարձրացնում է տարիֆները Չինաստանի համար, իրարանցում առաջացրեց նաև կրիպտոարժույթի շուկայում։ Բիթքոյնի արժեքը ԱՄՆ նախագահի հայտարարությունից անմիջապես հետո նվազեց ավելի քան 12%։ Դա ամենամեծ անկումն էր ապրիլից հետո եւ կրիպտո շուկան $400 միլիարդ կորցրեց։ Այդ ժամանակ, երբ որ նման հայտարարություն է արվում, բարձր որ բոլոր շուկաները արձագանքում են, այնտեղ շատ ստրատեգիկ ժամանակի առումով գտնվեց ԱՄՆ նախագահը, որ Ամերիկայի արժեթղթերը ռեակցիա չտան, միանգամից անկում չապրեն, իսկ ընդհանուր անկման շուկաների ժամանակ մենք տեսնում ենք, որ մինչև անգամ 80-90% է բիթքոյնի կուրսը անկում ապրում։ Միջազգային մամուլը գրեց նաև, որ կրիպտոյի առողջարքով զբաղվող կրիպտո ոլորտում պրոֆեսիոնալ մի քանի թրեյդերներ, որոնք կառավարում էին բազմաթիվ մարդկանց պատկանող տասնյակ միլիոնավոր դոլարների ակտիվներ, ինքնասպան են եղել։ Ովքեր որ մարժայով futures-ով trade էին անում, այսինքն իրանք հավելյալ ռիսկ էին վերցնում այն կապիտալով, որ իրանք չունեն, կոպիտ ասած պարտքով բազմապատկում են իրենց ռիսկը, իրենք ինչ որ պոզիցիաներ, ստավկաներ ունեն բացած, որ կրիպտոն կտրուկ աճելու է մոտակա ժամանակներս, բայց երբ որ կուրսը սկսեց հակառակ ուղղությամբ գնալ, իրանք լիկվիդացիայի ենթարկվեցին, իրանք ամբողջ գումարները կորցրեցին ու դա բերեց ել ավելի մեծ անկման։ Հայաստանում կրիպտոարժույթի շուկայում էլեկտրոնային փող ունեցողները 20-ից 25% են կազմում։ Չկան տեղեկություններ, թե մեզ մոտ Հայաստանում այդ օրերին որքան մարդ եւ ինչ չափով տուժեց էլեկտրոնային գումարների շուկայում տատանումների արդյունքում։ Ամեն տարի մեծանում է պահանջարկը, գործածությունը, մենք կարող ենք հստակ ասել, որ տարեց տարի անգամներով ծավալները կրիպտոյի շրջանառության մեծանում են։ Ավելի շատ մարդիկ են մտնում կրիպտո ոլորտ։ Մի մասը ներդրում անելու տեսանկյունից, մյուս մասը ուղղակի գործիք օգտագործելով միջազգային փոխանցումներ անելու համար։ Տատանումներ այս օրերին եւս տեղ են ունենում էլեկտրոնային արժույթի շուկայում, սակայն աննշան։ Բիթքոյնը հիմա տատանվում է $106,000 սահմաններում։ Մասնագետները տեղեկացնում են, որ էլեկտրոնային փողերի մեծ անկումներ գրանցվել են նաեւ 2017-ին, երբ մեկ բիթքոյնի գինը 80-ից 90% անկում գրանցեց $20,000-ից իջնելով $3,000-ի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Կյանքը Հայաստանում թանկացել է հազարապատիկ, ինչու են թանկացել առաջնային անհրաժեշտության ապրանքները եւ ինչ են անում պատկան մարմինները գնաճը զսպելու համար։ Խանութներում գնապիտակների թվերը աճք են ծակում հատկապես վերջին օրերին։ Եթե օրինակ անցած շաբաթ թթվածների միջին գինը 650 դրամ էր, ապա այսօր այն 700 է։ Թանկացել է նաեւ մսամթերքը, ինչը նկատելի է հատկապես ցածր եկամուտ ունեցող քաղաքացու սպառողական Զամբյուղում։ Արդյունքում քաղաքացին ճաշը առանց մսի է ճաշակում։ Առաջնային սպառման սննդամթերքը թանկանում է։ Յուրաքանչյուր մթերքի թանկացման համար բերվում են տարբեր պատճառաբանություններ, որոշները օբյեկտիվ, մյուսները վստահություն չներշնչող, բայց թեման դա չէ։ Ինչպես են այս գնաճի պայմաններում ցածր եկամուտներ ունեցող անձին կապահովում նվազագույն պարենային Զամբյուղը։ Խոսքն օրինակ թոշակառուների մասին է։ Թոշակառուներում այդ նորմերը խախտված է, անկախ ենթադրյալ թանկացումներից, անկախ մնացած հարցերից։ Թոշակառուները ստանում են միջին թոշակը 49,000 դրամ, չէ՞։ Արդեն 30,000-ի չափով ընդհանրենք տարբերություն կա։ Սննդային շուկայում մոտավորապես վերջի 18 թվականից մինչև հիմա մոտավորպես 60%-անոց գնաճ կա։ Օրինակ կաթնամթերքի շուկայում 60-ից 70% դեռ։ Նվազագույն պարենային Զամբյուղը ենթադրում է, որ մարդու օրական ռացիոնում պետք է լինի ձուկ, տավարի, խոզի, հավի միս, բանջարեղեն, մրգեր եւ այլն։ Սպիտակուցի ճարպերի հստակ քանակ է սահմանված, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Փաստը, որ Հայաստանում տավարի մսի սպառումը բավականին նվազել է, ցույց է տալիս, որ մարդիկ իրենց Զամբյուղից այն հիմնականում հանել են։ Լավ ուրիշ չէ։ Տավարի միսը անտրամաբանական թանկ է։ Հացամթերքը թանկացել է 5-ից 7%-ով։ Մակարոնային արտադրանքը ավելի շատ։ Կենթանական կաթնամթերքը արդեն մոտենում է երկնիշի։ Չպետք է մոռանանք, որ մենք ունենք 25% աղքատություն։ Խանութներում օրեցօր ավելանում է թթվասերի, մածունի, կատնաշորի եւ պանրի տեխնոլոգիայով արտադրված կաթնային արտադրանքի թիվը։ Այսինքն սրանք մթերքներ են, որոնք պատրաստվում են ոչ թե կարագով, այլ մատչելի յուղերով։ Օրիգինալ կաթնային արտադրանքի համեմատ ավելի հասանելի են։ Կաթնամթերքի թանկացման ֆոնին բնական է, որ նախընտրությունը այս ոչ առողջ այլընտրանքին են տալիս, բայց նվազագույն պարենային Զամբյուղը ենթադրում է, որ մարդիկ հենց
իսկական կատնամթերք պետք է օգտագործեն։ Մարդկանց սննդային ռացիոնից պայմանական դուրս է եկել միսը։ Այդ մարդկանց սննդային ռացիոնից դուրս է եկել կարագը, մի բան, որը անհրաժեշտություն է։ Հիմնականում սնվում են հացաբուլկեղենով, հացամթերքով, ալերային արտադրանքով, մակարոն, բանջարեղեններից օգտակար եւ մի քիչ ավելի արժեք ունեցող բանջարեղենից չեն օգտվում են էժան բանջարեղենից եւ համարում են, որ գումարը բավարար է։ Իսկ ինչ են անում նման դեպքերում պետությունները, որոնք իրենց համարում են սոցիալական։ Ենթադրվում է, որ ապահովում են բնակչության բոլոր շերտերի համար նվազագույն անհրաժեշտ սնունդ գնելու եկամուտը։ Ինդեքսացիա են կատարում հստակ։ Դեկտեմբերի 30 վիճակով կենտրոնակամակը տվեց, որ 5%-ի գնաճ կա, չէ, հունվարի 1-ից տանում են թոշակները, մարդիկ ընդհանրեք իրենց բազիսայինը գումարած 5%։ Նվազագույն պարենային զամբյուղի բաղադրիչների շարունակական թանկացման մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանում բնակչության մի հատվածը թերսնվում է, նշում են մասնագետները։ Ունենալով ալերային մթերքից կազմված սննդակարգ, մարդիկ պարզապես չեն ստանում անհրաժեշտ վիտամիններ եւ միկրոէլեմենտներ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Լոնդոն Հայաստան է բերել աշխարհի առաջատար կրթական հաստատությունների ծրագրերը։ Եվ Նորքի Տորքան Գեղ արձանի հարակից տարածքում այսօր տնկվել է շուրջ 650 նոր ծառ։ Շարունակում ենք թողարկումը։ Նորքի Տորքան Գեղ արձանի հարակից տարածքում այսօր տնկվել է շուրջ 650 նոր ծառ։ Դեռևս 1.5 տարի առաջ այս տարածքը մաքրվել է ինքնակամ շինություններից եւ շուտով այնտեղ կլինի խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, մարզվելու գոտի, հեծանվուղի։ Տարածքում անցկացվել է 8000 մետր ոռոգման ցանց։ Քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված ծառատունքի նշանակության ու բարեկարգման ընթացքին է անդրադարձել քաղաքապետ Տիգրան Աբինյանը։ Տորքան Գեղի հարակից այս ամբողջ այգին եղել է անմխիթար վիճակում։ Հիմնականում եղել են տարատեսակ ինքնակամ շինություններ եւ մոտավորապես 1.5 տարի առաջ սկսեցինք այդ շինություններից եւ ընդհանուր մաքրման աշխատանքները այգու։ Այսօր արդեն իսկ 4.2 հեկտար տարածքում մենք իրականացնում ենք հերթական ծառատունկը, որը թվով, եթե չեմ սխալվում, երրորդն է, եւ ունենք արդեն այն ենթակառուցվածքը, որը նախատեսված էր մեր նախագծով, ունենք արդեն քայլուղիներ, ունենք արդեն ֆուտբոլի դաշտի աշխատանքները, ակտիվ իրականացվող խաղահրապարակի աշխատանքները, այստեղ ունենալու ենք workout եւ իրականում Տորքան Գեղի հարակից այս այգին մի շատ գեղեցիկ նոր միջավայր է դառնալու։ Լոնդոն միջազգային ուսումնական կենտրոնը Հայաստան է բերել աշխարհի 15 երկրների 25 լավագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը։ Արդեն 12-րդ տարին անցկացվող էքսպոն այս անգամ նախադեպ է իր ծավալներով։ Հայաստան են այցելել բարձրակարգ եւ մեծ հեղինակություն ունեցող կրթական հաստատություններ եւ բուհեր եւ դպրոցներ աշխարհի տարբեր երկրներից։ Միջազգային որակյալ կրթություն արտերկրում սովորել ցանկացողներին։ Լոնդոնի միջազգային ուսումնական կենտրոնը միջազգային կրթական էքսպո 2025-ով Հայաստան է բերել աշխարհի 15 երկրների 25 լավագույն ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը։ Արդեն 12-րդ տարին անցկացվող էքսպոն այս անգամ աննախադեպ է իր ծավալներով։ Ներկայացված են բարձրակարգ ու հեղինակավոր բուհեր, դպրոցներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Կանադայից եւ եվրոպական այլ երկրներից։ Բոլորը բավական հեղինակավոր հաստատություններ են, Լեհաստանի լավագույն համալսարանը, այստեղ ԱԻՆ-ը, Հայ-Իսպանիայի լավագույն բուհնա եւ աշխարհում լավագույն 100-ի մեջ է մտնում։ Մենք ունենք գործընկեր, ով առաջարկում է եւ իրականացնում է Ամերիկայում լավագույն 40 համալսարանի ընդունելություն, Մարանգոնի ինստիտուտ Մարանգոնն է Հայաստանում ներկայացված այս պահին, որը աշխարհի լավագույն ֆեշն եւ դիզայներական դպրոցներից մեկն է։ Կրթական այս հաստատությունների ծրագրերը բազմազան են՝ ամառային եւ ձմեռային դպրոցներ, միջին եւ ավագ դպրոցների բակալավրիական, մագիստրոսական ծրագրեր, վերապատրաստման եւ կարճաժամկետ կուրսեր, գրեթե բոլոր տարիքային խմբերի համար։ Ավիացիայից մինչև բժշկություն, իրավաբանությունից բիզնես, արհեստական բանականություն, ինժեներիա, այսինքն սահմանափակում չկա այստեղ մասնագիտությունների։ Համաշխարհային նորաձևության ոլորտում առաջատար Մարանգոնի ինստիտուտը օրինակ հայ երիտասարդներին տալիս է բացառիկ հնարավորություն սովորելու եւ համագործակցելու համաշխարհային բրենդների հետ։ Մարանգոնի համալսարանում սովորելով ուսանողները հնարավորություն են ունենում
ունենում աշխատել աշխարհի լավագույն բրենդների հետ, ինչպիսիք են Versace-ն, Dolce & Gabbana-ն եւ շատ այլ հայտնի բրենդներ։ Շատ ուրախ ենք մեզ մոտ ունենալ նաեւ հայ ուսանողների, որոնք իսկապես տաղանդավոր, կրեատիվ եւ աշխատասեր երիտասարդներ են։ Միացյալ Նահանգներից University Bridge-ն էլ առաջարկում է կրթություն նահանգների լավագույն 40 բուհերում։ Ծրագիրը հատկապես այն ուսանողների համար է, ովքեր ցանկանում են ստանալ որակյալ կրթություն, միաժամանակ ունենալով ճկուն կրթական համակարգ։ Պետք է ասեմ, որ հայ ծնողները շատ ուշադիր են իրենց երեխաների կրթության նկատմամբ, եւ բնականաբար հաճելի է տեսնել, որ ուսանողները բավականին վաղ են սկսում պլանավորել իրենց կրթությունը ԱՄՆ-ում։ Վաղ առավոտից զրուցում ենք բազմաթիվ ուսանողների հետ, քննարկումներ ունենում, պատասխանում նրանց մտահոգող հարցերին։ Էքսպոյի կազմակերպիչն էլ մեծապես կարևորում է հենց կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու հնարավորությունն ու փորձառությունը։ Ասում է, միջազգային գործընկերները շատ ուրախ են հայ ուսանողներ ունենալու հանգամանքով։ Գովեստի խոսքերը բազմաթիվ են։ Շրջանավարտներից շատերն էլ հասցրել են մեծ հաջողություններ գրանցել։ Ունենք բազմաթիվ ուսանողներ եւ շրջանավարտներ, ովքեր որ սովել ավարտել են Կանադայում բուհեր, Ամերիկայում, Անգլիայում, ողջ Եվրոպայի տարածքում, Էմիրություններում, Չինաստանում։ Արդեն վաղը էքսպոն կտեղափոխվի Վրաստան։ Միջոցառման կազմակերպչի խոսքով, սա հրաշալի հնարավորություն է, որ մեր ուսանողները միջազգային կրթություն ստանալուց հետո վերադառնան հայրենիք ու իրենց եռանդը ներդնեն հենց մեր երկրում։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։